Պարոն գնդապետ, դիտորդ Շարքային Եսայան։ Մեծացել եմ զինվորականի ընտանիքում, ամբողջ կյանքում ձգտում է եղել, սիրել եմ ծառայությունը, պապիկս, հորեղբայրս, հայրս ծառայող են եղել։ Դավիթը զորակոչվելիս զինկոմիսարիատում է տեղեկացել պաշտպան հայրենյաց ծրագրի մասին։ Որ ներկայացրին ծրագիրը, հասկացա, որ ավելի լավ է ծրագրով գնամ, ընտանիքիս հետ լինեմ, իմ հողջուրում լինեմ, ասենց ասած, մենք ստեղ եք լավ գիտենք, էլի ստեղ ավելի պիտանի կլինենք։ Ատեստավորվելու հնարավորություն եմ ունեցել, ատեստավորվել եմ 4 գնահատականով, ստանում եմ 440,000 դրամ, աշխատավարձ, լավ հնարավորություն է երիտասարդ տարիքում կայանալու։ 21 տարեկան եմ ու հպարտանում եմ իմ ձեռքբերումներով, որ համատեղում եմ համ ծառայությունս, համ իմ ընտանիքի բարեկեցությունը։ Մեքենա ունեմ, տուն ունեմ, լավ ապագայի հնարավորություններ ունեմ։ Բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այս ծրագրով գալու, նամանավանդ մեր մոտի տղաներին գան, ծառայեն, համ հայրենիքին օգուտ տան, համ իրենց բարեկեցիկ ապագան ստեղծեն։ Մանկությունս այս տանն անցել, միշտ ցանկություն եմ ունեցել իմը դառնա այս տունը, իմ սկզբում մերը չի եղել, ու տենց էլ արել եմ։ Կարելի է ասել մայրիկին նվեր եմ արել։ Զինվորական ծառայությանը զուգահեռ Դավիթը նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող է։ Առայժմ քաղաքացիական մասնագիտություն ձեռք կբերի։ Հետագայում զինվորական կրթություն ստանալու ու պայմանագրի ժամկետի ավարտից հետո ծառայությունը սպայական ուսադիրներով շարունակելու մտորումներ էլ կան։ Ծառայությունը լիքը, ասենք, մարդկային լավ հատկանիշներ է մարդուն տալիս, նախ կարգապահություն է, կյանքում դրանից շատ բան ենք սովորում, հետո պատասխանատվության զգացումն է, որ մարդկային լավ հատկանիշներ է, որ ծառայության ընթացքում 5 տարին քիչ չի, որ այդ հատկանիշները մարդ ձեռք բերի, հասուն մտածելակերպ ունենա։ Իսկ ծրագրի ավարտին նաև 5 միլիոն դրամ պատվով վճար կստանա։ Դավիթն արդեն որոշել է, թե ինչպես կտնօրինի գումարը։ Շատ չեմ սիրում ապագայի մասին խոսալը, ընդհանրապես կասեմ, որ նախատեսում եմ տուն ունենալ նաև քաղաք Երևանում, ոչ միայն գյուղում, որպեսզի քաղաքի հետ կապը միշտ լինի։ Շարքային Եսայանը զինվորական մասնագիտությամբ հրաձիգ է, ամսվա մի կեսը բանակային դիրքերում է անցկացնում, իսկ ազատ հերթափոխին մորն է օգնում, տունն իրենցն է, հիմա արդեն կարելի է իրագործել անկատար մնացած երազանքները, նախ կնորոգեն ու կբարեկարգեն տարածքը, իսկ հետո այգին կմշակեն, ապրելով ու արարելով հայրենիքի սահմանին, ծառայելով Հայաստանի Հանրապետությանը։ Նաիրա Համբարձումյան, Ռազմիկ Տիգրադյան, Զինուշ։